Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված է իմաստություն պարգևողը։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության» գրքից անվանումը։ Մեր նախորդ երկու ուղերձների մեջ հոգևոր դասեր քաղեցինք Դանիելի և նրա 3 ընկերների Աստծու հանդեպ ունեցած անսասան նվիրումից ու դրանից բխած թագավորի սեղանի կերակուրներով չփխցվելու սկզբունքային որոշումից։ Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձի մեջ մենք միասին բացահայտելու ենք այն կարևորագույն թեման, թե ո՛րն է Աստծու պարգևատրումը աստվածավախ ու սկզբունքային հավատացյալների համար և թե որքան կարևոր է այն։ «Եվ Աստված այս 4 տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։ Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։ Եվ թագավորը խոսեց նրանց հետ։ Եվ նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։ Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ» (Դանիել 7․17-20): Աստված այս 4 տղաներին գիտություն և հանճար տվեց։ Աստված իմաստությամբ ու հոգևոր պարգևներով օժտեց նրանց։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ հենց նրանց։ Եվ ինչո՞ւ սրբության ու Աստծու պատվիրաններին հավատարիմ կյանքով ապրելու անսասան որոշում կայացնելուց հետո։ Առակաց 2:6 գրված է. «Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, Նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը»։ Իսկ Առակաց 1:7 կարդում ենք. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»։ Այո՛, Աստված է մարդուն պարգևում իմաստություն, գիտություն և խոհեմություն։ Սակայն ո՛չ բոլոր մարդկանց։ Տիրոջ պարգևած իմաստությանն արժանանալու նախապայմանը աստվածավախությունն է։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աստվածավախությունը հենց այն է, ինչն արեցին Դանիելն ու նրա 3 ընկերները։ Նրանք Աստծու կարծիքն ավելի բարձր դրեցին սեփական ցանկություններից, հարմարավետությունից և անգամ անվտանգությունից։ Աստծու պատվիրաններին հնազանդվելու որոշումը, անկախ դրա համար վճարվող գնից, դեպի աստվածավախություն տանող ուղին է։ Տեր Աստծու պարգևած իմաստությունը վեր է ցանկացած մարդկային կրթությունից։ Մենք պետք է մեր ամբողջ սրտով խնդրենք Տեր Աստծուց իմաստություն ու գիտություն և ձգտենք Դանիելի ու նրա ընկերների նմանությամբ ապրել սրբության և Աստծու կամքը կատարելուն ուղղված սկզբունքային նվիրվածության կյանքով։ Հակոբոս 1:5 գրված է. «Իսկ եթե ձեզնից մեկն իմաստության պակաս ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի» Թող մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Նրանից իմաստություն, գիտություն և հոգևոր պարգևներ խնդրելը։ Քննենք մեր հավատարմությունը։ Քննենք մեր նվիրումը։ Քննենք մեր աստվածավախությունը և խնդրենք Տիրոջից իմաստություն ու հոգևոր պարգևներ Իր Արքայության առաջընթացի ու Իր փառքը մարդկանց հայտնելու համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։